Սավետիս ջան 1935 թվականին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ վարչության նիստ, որտեղ քննարկում էր մեկ հարց՝ գրողների միությունից հեռացնել Եղիշե Չարենցին։ Ցավոք սրտի Չարենցի բոլոր ընկերները այդ օրը կողմ են քվեարկել, իսկ 30-ական թվականին գիտեք դա ինչ էր նշանակում, դա նշանակում որ 1 տարի հետո պիտի ձերբակալվի, մյուս տարի սպանվի, այդպես էլ եղավ։ Եվ գրողների միությունում միայն մի գրող, մի լոռեցի տաղանդավոր դասական Ստեփան Զորյանը վեր է կենում ու պաշտպանում է իր հանճարեղ ընկերոջը։ Ու այդ է պատճառը, որ ես գրողի մեջ բարոյականության պահեստը համարում եմ ամենակարևորը։ Տողը, ջիրը կարող եք փոխել։ Վստահ եմ Ավետիսի հետագա ստեղծագործությունը դուք տեսնում եք հետաքրքիր տաղաչափական նորույթներ, վարպետություն, դա դեռ շատ պիտի սովորի մեր դասականներից, Պարույր Սևակից, Տերյանից, Չարենցից շատ պիտի սովորի։ Մենք բոլորս էլ սովորում ենք։ Բայց նույնիսկ եմ կրկնում, ամենասկարորը այդ բարոյական առանցքն է, որը գրողները, մեր տաղանդավոր գրողները բոլորը ունեն առանց բացառության։ Հայ դասականները մեր ուսուցիչներն են։ Խնդրում եմ մշտապես հիշեք։ Այդ է պատճառը, որ մեր համայնքական գրողությունը այդ հստակ չափանիշը դնելով սովորել դասականներից հասել է մեծ հաջողության։ Ոչ մի ստեղծագործական կառույց այնպիսի հաջողություններ չունի երիտասարդ գրողների հետ աշխատանքում, ինչ որ մենք։ Եվ պատճառը մեկն է։ Մենք բոլորի առջև դնում ենք դասականների օրինակը։ Ու սա հաղթող է։ Սա մշտապես գործում է։ Ու պիտի նաև ավելացնեմ, որ մեր երեխեքը իրենցից տարիքով շատ են փոքր, դրա համար բոլորին իրավունք ունեմ ասելու մեր երեխեք, Սուսաննան, Արիփսիմեն, Թերեզան, հենց խմբով որ ներկայանում են մի մրցանակաբաշխության, բոլորը հաղթում են։ Վերջերս հաղթեցին Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի մրցանակակիրները, այստեղ են։ Թերեզա Հակոբյան, համեցեք։ Ողջունում եմ բոլորին, շնորհավորում եմ գրքի լուսնձայման առթիվ և մաղթում եմ, որ գիրքը գտնի իր յուրահատուկ և հավատարիմ ընթերցողին, թող այն երկար և գնահատված ճանապարհ ունենա և թույլ տա հեղինակին առավելապես բացվել և գտնել իր ուղին այս կարևոր առաքելության մեջ և ամենակարևորը լինել լույսի և հավատի աղբյուր և իհարկե պատահական չէ, որ գիրքը հենց համայնքական գրողների միությունում է տպագրվել, քանի որ այստեղ սովորաբար պատահական գրքեր չեն տպագրվում և գրքի և հեղինակի համար դա իհարկե մեծ գնահատական է և իմ ձեռքում կա մեկ գործ, որի մեջ հեղինակը սեր է երգում հայոց երկրին և իր այդ ստեղծագործության յուրաքանչյուր տողում պատգամ կա և յուրաքանչյուրս պետք է այդ պատգամը կարողանանք ընկալել և մեր մեջ պահելով առավելապես գործածել, սիրով կընթերցեմ դա, հայոց երկիր։ Քո ձորերը գիրք պատմության, քո ժայռերը կամք ու լեգենդ, քո լույսը մեր աչքերի հուրը, քո անունը սուրբ պատգամ, կարմիր հողում արյան երթում, քարերի մեջ հոգու ծփանք, դարերի տակ, սրերի տակ, միշտ ապրել ես ուժով կանգուն, քեզ երգեցին, քեզ համար մահվան գիրկն ընկան սուրբ վահանով, բայց քո լույսը երբեք չմարեց, ով Հայաստան արևավոր։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և թող այդ լույսը, որ քո ներսում կա, երբեք չմարի։